Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առավոտը շարունակում է իր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Շատերս իհարկե գիտենք, թե ինչու շաբաթվա առաջին օրը մենք անվանում ենք երկուշաբթի։ Եվ մնացած օրերը մինչև հինգշաբթի կոչում ենք այսպես ասած մեկօրյա շեղումով։ Մենք իրականում ունեցել ենք միաշաբթի օրը այդ անվանումը, բայց 5-7-րդ դարերում որքան տարածվում էր քրիստոնեությունը Հայաստանում, այդ բառը աստիճանաբար սկսեց փոխարինվել կիրակի հունարեն բառով։ Ինչու է մեր հոգևոր ընկալումներում շաբաթ օրը նահանջել երկրորդ պլան եւ կիրակին սկսել ենք ավելի շատ կարևորել։ Ինչ է դրա մասին պատմում Սուրբ Գիրքը։ 5 կտակարանում 10 պատվիրանների, այդ թվում շաբաթ օրվա մասին, ասված է երկու տեղ՝ Ելք գրքում եւ Երկրորդ օրենքում։ Շաբաթի հարցում ընդհանուր տրամաբանությունն այն է, որ 6 օրում Աստված ստեղծել էր աշխարհը եւ 7-րդ օրը հանգստանում էր։ Մենք էլ պետք է հետևենք Աստծո օրինակին, 6 օր աշխատանք, 7-րդ օրը հանգիստ։ Ընդ որում, պահանջը բավականին խիստ էր դրված։ Ոչ միայն դու չպիտի աշխատես, այլև քո ընտանիքի անդամները, քո ծառաները, քո եզն ու անասունները, ինչպես նաև քո հարկի տակ այդ պահին գտնվող օտարականները եւ պանդուխտները։ Երկրորդ օրենքում բերվում է նաև շատ հետաքրքիր հիմնավորում, թե ինչու չի կարելի աշխատել շաբաթ օրը։ Հիշիր, ասվում է այդ գրքում, որ դու ես ստրուկ եղել եգիպտացիների երկրում։ Թվում է, թե ինչ կապ ունի շաբաթ օրը սուրբ պահելու հետ։ Կարծում եմ, ակնարկը հետևյալն է, որ ստրուկները հանգստյան օրեր բնականաբար չունեին։ Այլ կերպ ասած, ժամանակն այն ռեսուրսն է, որին ստրուկները չէին տիրապետում։ Իսկ բարեպաշտ մարդը նույնիսկ իր ստրուկներին պետք է հանգստյան օր տա, ինչպես որ պատվիրել է Տերը։ Մի խոսքով, 10 պատվիրաններից այս մեկի պահանջը ձևակերպված է հստակ եւ օրթոդոքս հրեաների համար առ այսօր այդ արգելքը շաբաթ օրը աշխատելու ուժի մեջ է։ Քրիստոս հրաժարվում էր շաբաթ օրը սուրբ պահելուց։ Ոչ, եւ քրիստոնյաները նույնպես որպես պատմական պատվիրան շարունակում են ընդունել շաբաթ օրվա օրենքը։ Գուցե դրա հերրավոր արձագանքն այն է, որ աշխարհի երկրների մեծ մասում պետական հիմնարկները չեն աշխատում ոչ շաբաթ, ոչ էլ կիրակի օրերին։ Բայց հոգևոր կյանքի գագաթնակետը քրիստոնյաների համար համարվում է կիրակին։ Ինչպես ասում էր Ներսեր Շնորհալին, շաբաթը ստվեր էր, իսկ կիրակին ճշմարիտ լույս։ Այդ բառը կիրակին հունարենից թարգմանած նշանակում է Տիրոջ օր, Աստծո օր։ Նույն իմաստն ունի նաև եվրոպական լեզուներում։ Օրինակ իտալերեն դոմենիկա։ Դա Քրիստոսի հարության օրն է։ Երբ կիրակին լուսանում էր ըստ Մատթեոսի ավետարանի եւ Մարիամ Մաղդաղենացին եւ մյուս Մարիամը եկան Տիրոջ գերեզմանը տեսնելու, հրեշտակը նրանց ասաց, որ Հիսուսն այնտեղ չէ, որ նա հարություն է առել։ Կիրակին ավետարանի իմաստով, ավետարանական իմաստով առաջին օրն է, որից սկսվում է շաբաթը։ Եվ խարիստիան, Սուրբ Պատարագը, Սուրբ Հաղորդությունը տեղի է ունենում հենց կիրակի օրը։ Ինչ մնում է շաբաթ օրվան, ապա ավետարանում մի քանի դրվագ կա, երբ Հիսուս խորը հակասության մեջ է մտնում փարիսեցիների եւ օրենքի ուսուցիչների հետ, որոնք քննադատում են նրան շաբաթ օրն իր ծառայությունը իրականացնելու համար։ Հիշենք դրանցից մի քանիսը այդ դրվագներից։ Շաբաթ օրը ժողովարանում, այսինքն սինագոգում, Հիսուս բժշկում է գոսացած, չորացած ձեռքով մարդուն, եւ փարիսեցիները նրան հարցնում են, որպեսզի մեղադրեն. կարելի է արդյոք շաբաթ օրը բժշկել։ Եվ Հիսուս նրանց պատասխանում է. եթե ձեր ոչխարը ընկնի փոսի մեջ, միթե չեք հանի նրան փոսից։ Իսկ մարդը որքան ավելի կարևոր է, քան ոչխարը, եւ հետեւաբար բարի գործեր պետք է անել նաեւ շաբաթ օրը։ Մեկ այլ դեպքում ժողովարանում Հիսուս բժշկում է մի կնոջ, որը 18 տարի կուչեկած էր ապրում եւ չէր կարողանում վերև նայել։ Իդեպ ուշադրություն դարձրեք այդ այլաբանության վրա։ Մարդիկ
կուչեկած էին ապրում։ Գալիս է Հիսուս եւ նրանք ուղում են իրենց մեջքը։ Այս անգամ ժողովապետը, այսինքն գլխավոր քահանան այդ սինագոգի, բարկանում է եւ նկատողություն է անում ոչ թե Հիսուսին, այլ հավաքված մարդկանց։ Ասում է՝ կա 6 աշխատանքային օր, այդ ընթացքում եկեք եւ բժշկվեք, բայց ոչ շաբաթ օրը։ Ինչին Քրիստոս դարձյալ կարելի ասել նույն գյուղատնտեսական զուգահեռն է բերում։ Կեղծավորներ, ասում է նա, միթե շաբաթ օրը դուք ձեր եզը կամ էշը չեք արձակում, որպեսզի տանեք նրան ջուր խմացնեք։ Եվ միթե այս կինը, Աբրահամի դուստրը, ավելի արժանի չէր, որ ես ազատեի նրան սատանայի կապանքներից։ Հետաքրքիր է, որ շաբաթ օրով փարիսեցի իշխանավորներից մեկի տանը Հիսուս նույնպես բժշկում է ջրգողությամբ հիվանդ մի մարդու, հավանաբար ընտանիքի անդամին։ Եվ այս դեպքում ինքն է հարցնում, թե արդյոք օրինավոր է շաբաթ օրով բժշկել։ Եվ տեսնելով, որ ներկաները լուր են, բերում է մոտավորապես նույն համեմատությունը, որ անում էր երկու նախորդ դեպքերում։ Իսկ մեկ այլ դրվագում, երբ Հիսուս շաբաթ օրով ի ծնե կույր մարդուն վերադարձնում է տեսողությունը, այդ ապաքինված մարդը վեճի է բռնվում փարիսեցիների հետ եւ փորձում է ապացուցել, իհարկե ապարդյուն, որ եթե իրեն փրկած մարդը Աստծոց չլիներ, որևէ բան չէր կարող անել։ Չթվարկենք մնացած նմանատիպ պատմությունները եւ անդրադառնանք Քրիստոսի հիմնական ուղերձին։ Շաբաթ օրը մարդու համար է, ոչ թե մարդը շաբաթ օրվա համար։ Դա ասվել է ի պատասխան դարձյալ փարիսեցիների կշտամբանքին, թե ինչու նրա աշակերտները ցորենի արտի միջոցով անցնելիս սկսեցին հասկ քաղել եւ ուտել։ Ուղերձի իմաստն այն է, որ շաբաթ օրը Աստծո պարգևն է, ազատության, հանգստի օր է։ Մարդը չի կարող լինել ծեսի գերին, իսկ օրենքը գոյություն ունի փրկվելու համար եւ ոչ թե ձևականորեն ենթարկվելու։ Այստեղ մենք դարձյալ տառի եւ ոգու, ձևի եւ բովանդակության հակադրության ենք հանդիպում։ Ինչի համար ենք մենք ապրում։ Հանուն խաղաղության, փրկության, կյանքի, թե վախի, արգելքի եւ վերահսկողության համար։ Մենք ինքներս դա պետք է որոշենք։ Ընտրությունը մերն է։